Իշխանությունները անընդհատ են թեզն են շրջանառում, որ դուք վերջում միանալու եք այս կամ այն ուժին, օրինակ Ռոբերտ Քոչարյանի անուն են տալիս, ձեր ձայները տալու եք իրեն, ձեր վարչապետի տեխնատուն ինքն է լինելու, կարող եք հստակ հայտարարել, որ այդպիսի բան չկա, կամ եթե կա, ասեք ո՞վ։ Ես չգիտեմ էլ ոնց խոսենք, հասկանում եմ Վահե ջան, բայց մենք չգիտենք էլ ոնց խոսենք, բազմիցս հայտարարվել է եւ բազմիցս ինքներդ ձեր հարցը ուղղել եք պարոն Նարեկ Կարապետյանին եւ հստակ պատասխան եք ստացել։ Եվս մեկ անգամ ձեզ բոլորիդ եւ մեր հայրենակիցներին ասում եմ, մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է եւ դա բացարձակապես քննարկման ենթակա չի։ Ձեր տված մեր քվեները, դրանք մեր քվեներն են, դրանք Սամվել Կարապետյանի քվեներն են եւ ձեզ հավաստիացնում եմ, որ որևիցե մեկին 0.5 թղթի կտոր չի գնալու։ Իսկ եթե չգրանցեն ձեր կուսակցությունը կամ մերժեն գրանցումը կամ ինչ-որ պահից խնդիրներ առաջանա դիմեն դատարան։ Վահե ջան, քիչ առաջ նորից անդրադարձանք այդ հարցին, բոլոր հնարավոր տարբերակների լուծումները կան։ Գնանք առաջ, միջև վերջին տարի պլաններն ունենք։ Պարոն Ալեքսանյան, Նազելի Բաղդասարյանը վարչապետի խոսնակը գրառում է անում եւ ձեզ խորհուրդ է տալիս, որ ձեր քաղաքական հյուրախաղերը շարունակեք Հայաստանից անդին, Կալուգայում, դուք իրեն ինչ խորհուրդներ կտաք։ Ձեզ այսպեսի մի բան կասեմ, խորհուրդ չեմ տա, այդ հետո իրենց խորհուրդ չեմ տա, որովհետև այս տարիների ընթացքում հստակ հասկացել ենք, որ իրենք ունակ չեն որևիցե խորհրդի լսելու։ Այս տարիների ընթացքում բազմիցս խորհուրդներ են տրվել իրենց ամբողջ թիմին, որպեսզի ճիշտ աշխատեն։ Անձամբ ես էլ բազմիցս ունեցել եմ փորձ ուղիղ խորհուրդ տալու, մարդիկ չեն ընկալում եւ Նարեկ Կարապետյանը այս վերջերս լավ օրինակ բերեց, Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ իր գործով, իր օրինակով եւ իր խորհուրդներով փորձել է այնպես անել ամեն ինչ աշխատի ճիշտ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի։ Հասկանում ենք ներողություն, հասկացել է որ չի ստացվում, հիմա ուղղակի ձեռքերը շորերը բարձրացրել, ասում եմ մի կողմ գնացեք, ես ինքս կանեմ։ Քաղաքացիական պայմանագիրը կապիտալի քարոզարշավը ավելի շուտ է քան օրենքներ տալի։ Հավանաբար նկատած կլիներ պետական շենքերի վրա սրտիկներ են բացված եւ վերևում գրված է խաղաղություն։ Դա խաղաղության գովազդն է, թե քաղաքացիական պայմանագիր։ Տեսեք, դա իրենց թվացial եւ մեր ժողովրդին խաբելու ինչ որ ակցիա կամ քարոզչություն մեր հայրենակիցները արդեն այս տարիների ընթացքում հասկացան, որ որևիցե խոսք իրենց կողմից հնչած արժանահավատ չէ եւ առավել եւս ինչ վերաբերվում է խաղաղության 2021 թվականի ընտրություններից առաջ էլ խոսք էին տալիս խաղաղություն եւ 4-ը գերլարում բերեցին ժողովրդի գլխին ամենակիչը ասեմ Տավուշից շրջաններ հանձնվեցին ժողովուրդը հասկացել է որ էլ չի լինելու տեսեք մեր թշնամին էլ հասկացել է որ մեր այսօրվա իշխանությունները թույլ են եւ թույլատրել են Հայաստանը եւ օգտվում են արդից եւ պահանջատիրական ձևով շփվում են եւ այս իշխանություններն էլ սպասարկում են իրենց օրակարգը այդ իսկ վաճառով ասում ենք որ շուտով Սամվել Կարապետյանը կլինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, կունենանք ուժեղ տնտեսություն, կունենանք ուժեղ դիվանագիտություն, կունենանք իրական երկարաժամկետ խաղաղություն։ Պարոն Ալեքսանյան, ներկուսակցական քարոզարշավը ԿՊ-ի սկսվել է եւ տեսնում ենք Փաշինյանը մեկ քաղաքացու տոպրակն է բարձրացնում վերև, մեկ նարդի է խաղում։ Դուք ինչպես եք պլանավորում քարոզարշավը իրականացնել եւ ունեք արդեն կարգախոս ընտրված։ Մեր քարոզարշավի մանրամասների մասին շուտով կասեմ, բայց հիշատակեցիք մի նարդի խաղալու օր, որը հավասար էր պերաշկի ուտելու օրվան, երբ մեր հարևան բարեկամ պետությունը պատերազմի մեջ էր եւ մեր երկրի ամբողջ ղեկավար կազմը մի ավտոբուսով շրջում էր մարզերով պերաշկի ուտելով նարդի խաղալով, այդ ամենակիչը անհարգալից վերաբերմունք էր մեր հարևան բարեկամ պետությանը։ Դուք ինչ որ նշում եք տոպրակ է բարձրացնում ինչ որ բան, հավանաբար ավելի շուտ համոզված եմ, որ շատ նմանատիպ վիդեոներ եք տեսել, թե ինչպես են վերաբերվում Նիկոլին մեր քաղաքացիները, ինչպես են
ինչ բացական վերաբերմունք կա Նիկոլի եւ իր թիմի հանդեպ առհասարակ մարզերում եւ առավել եւս իրենց առաջի ուղիղ եթերում ինչքան հետաքրքիր պատմություններ եղավ ձեզանից շատերի կողմից շատ հետաքրքիր փոքրիկ ռիլեր կտրտվեցին եւ բոլորս էլ ականատես եկանք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ բոլորիս լավ օր։